Ռուսաստանը կարծես վերջապես գտել է իր ամենավտանգավոր թշնամուն։ Ոչ թե տնտեսական խնդիրները, ոչ թե գնաճը, ոչ թե ենթակառուցվածքները, այլ հայկական ջուրը։ Ռոսպոտրեբնաձորը արգելել է Հայաստանից մոտ 70,000 շիշ խմելու ջրի ու գազավորված ըմպելիքների մուտքը Ռուսաստան։ Այո, 70,000 շիշ։ Այնպիսի մասշտաբի սպառնալիք, որ երևի Կրեմլում արդեն արտակարգ նիստ են հրավիրել։ Որովհետև երբ երկրում գնաճը, սոցիալական խնդիրներն ու ենթակառուցվածքների հարցը իհարկե վաղուց փայլուն լուծված են, մնում է մեկ վերջին թշնամի՝ հայկական լիմոնադը։ Այնքան մեծ վտանգ, որ ՆԱՏՕ-ն էլ կարող է մի կողմ քաշվել ու ասել՝ տղեկ, էս մեկը դուք լուծեք։ Բայց ամենազավեշտալին նույնիսկ արգելքը չէ։ Ամենազավեշտալին այն է, թե ինչպիսի լրջությամբ է սա ներկայացվում։ Կարծես սահմանին ոչ թե ջուր են բռնել, այլ Հայաստանից ուղարկված ռուսական տնտեսությունը տապալող գաղտնի զենք։ Մնում է միայն պարզել այդ շշերից քանիսն էին նախատեսված Կրեմլի դեմ։ Իսկ Հայաստանին երևի հիմա պետք է անհանգստանալ, որովհետև եթե 70,000 շիշ ջուրը համարվում է Ռուսաստանի համար այդքան մեծ սպառնալիք, ապա պատկերացրեք հայկական հանքային ջրի հաջորդ խմբաքանակն ինչ կարող է անել։ Մի խոսքով աշխարհը թող շարունակի զբաղվել իր խնդիրներով։ Ռուսաստանը իր առաջնահերթությունը գտել է՝ պաշտպանել երկիրը հայկական լիմոնադից։ Պինդ եղեք։